Անալգին 100 տարվա բժշկության ամենավիճելի դեղը։ Անալգինը այն դեղն է, որ մեր ծնողները եւ ինչու՞ չէ նաեւ մենք հաճախ ընդունում ենք ամեն տեսակ ցավի դեմ։ Ներարկման տարբերակը նաեւ շատ օգտագործվում է որպես շտապօգնություն ուժեղ ցավերի համար եւ այսօր էլ շատ կիրառվում է, բայց որոշ երկրներում այն արգելված է, որոշներում դեռ վաճառվում է։ Ինչու՞։ Վտանգավոր է, թե ոչ, եւ ինչ են ասում վերջին հետազոտությունները։ Հենց հիմա կբացատրեմ ամեն ինչ պարզ լեզվով։ Անալգինի գիտական անվանումը մետամիզոլ նատրիումն է։ Այն սինթեզվել է 1922 թվականին առաջին անգամ Գերմանիայում եւ կիրառվել է նովալգին անվամբ։ Իսկ հետո արևելյան Եվրոպայում լայն տարածում է ստացել անալգին անվամբ։ Անալգինն ունի 3 ազդեցություն՝ ցավազրկող, ջերմիջեցնող եւ հակասպազմային։ Մեկ չափաբաժինը հանգեցնում է ցավի նշանակալի նվազեցմանը, հիվանդների շուրջ 62%-ի մոտ։ Անալգինն արգելված է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Ճապոնիայում, ինչպես նաև սկանդինավյան մի շարք երկրներում՝ Շվեդիայում, Նորվեգիայում, Դանիայում։ Ազատ վաճառք թույլատրված է Չինաստանում, Հայաստանում, Ռուսաստանում, Լատինական Ամերիկայի երկրներում, Եվրոպական միությունում անալգինը թույլատրված է Ավստրիայում, Գերմանիայում, Իտալիայում, Լեհաստանում եւ այլ երկրներում, սակայն Ֆինլանդիան 2024 թվականին հանեց անալգինը շրջանառությունից։ Հայաստանում անալգինը հասանելի է բոլոր դեղատներում, ինչը բնորոշ է նախկին խորհրդային տարածաշրջանի երկրների մեծ մասին, որտեղ պատմականորեն այն լայնորեն կիրառվել է եւ մնում է ժողովրդական դեղ։ Ամեն ինչ սկսվեց մեկ կողմնակի ազդեցությունից՝ ագրանուլոցիտոզից։ Սա այն իրավիճակն է, երբ արյան մեջ կտրուկ նվազում են գրանուլոցիտոզները, սպիտակ արյան բջիջների տեսակը, որոնք կենտրոնական դեր են կատարում վարակների դեմ պայքարում։ Առանց նրանց օրգանիզմը գործնականում անպաշտպան է, ուստի ագրանուլոցիտոզը կարող է կյանքին սպառնացող վիճակ լինել։ Բայց որքան հաճախ է դա տեղի ունենում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ 0.96-ից 1.6 դեպքում է լինում 1 միլիոն բնակչի հաշվով։ Անալգինի ցավազրկող ազդեցությունը երբևէ կասկածի տակ չի դրվել։ Հաստատված է նրա արդյունավետությունը սուր երիկամային կոլիկայի, վիրահատություններից հետո ցավի, գլխացավի եւ այլ տեսակ բուժման ցավերի դեպքում։ Վիճաբանությունը վերաբերվում է ոչ թե իր արդյունավետությանը, այլ բացառապես անվտանգությանը։ Ինչ են ասում վերջին հետազոտությունները։ 2024 թվականի սեպտեմբերին Եվրոպական բժշկական ասոցիացիայի ռիսկի գնահատման հանձնաժողովը եզրակացրեց, որ անալգինի օգուտը ցավի եւ ջերմության բուժման ժամանակ գերազանցում է ռիսկերը, սակայն անհրաժեշտ են ավելի խիստ անվտանգության միջոցառումներ։ 2024 թվականի ամենամեծ մետավերլուծությունը, որը ներառում է 79 կլինիկական հետազոտություններ եւ գրեթե 4000 պացիենտի մետավերլուծություն, ցույց է տվել, ովքեր ընդունել են անալգինը 2 շաբաթից պակաս, ագրանուլոցիտոզ ոչ մի դեպքում չի արձանագրվել, իսկ կողմնակի ազդեցությունների հաճախականությունը 8.5%-ով ավելի ցածր է եղել, քան ացետիլսալիցիլաթթվի եւ պարացետամոլի դեպքում, այնտեղ շուրջ 15% է եղել։ Հայտնաբերվել է, որ անալգինը որոշ ֆերմենտների չափավոր ինդուկտոր է, ինչը կարող է նվազեցնել մի շարք դեղերի կենսահասանելիությունը։ Օրինակ, օմեպրազոլինը 66%-ով նվազեցնում է։ Անալգինը արգելված է հղի կանանց, նամանավանդ առաջին եռամսյակում, նախկինում ագրանուլոցիտոզ ունեցողների համար, ովքեր իրենց անամնեզում դա նշում են, եւ ցածր արյան ճնշման դեպքում, ինչպես նաև կարող է վտանգավոր լինել ծայրամասային
մկանային ծանր հիվանդությունների դեպքում։ Ինչ դեղերի հետ այն չի կարելի օգտագործել։ Առաջինը, որը պետք է նշել, դա ասպիրինն է։ Ասպիրինի ցածր չափաբաժնով ընդունողները պետք է ընդունեն ասպիրինը անալգինից 30 րոպե առաջ։ Ասպիրինի հակատրոմբոցիտային ազդեցությունը պահպանելու եւ ակտիվացնելու համար։ Նաև չի կարելի վարֆարինի եւ օմեպրազոլի հետ։ Անալգինը ունի ավելի քան 100 տարվա պատմություն։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ երկարատև օգտագործման դեպքում այն կարող է առաջացնել ռիսկեր, հատկապես ստամոքսաղիքային համակարգի եւ սրտանոթային համակարգի համար, ինչպես նաև այն կարող է արյան հետ կապված խնդիրներ առաջացնել։ Միևնույն ժամանակ դրա արդյունավետությունը ցավազրկման մեջ պահպանվում է արդեն շուրջ 100 տարի։ Այն դեպքերում, երբ ցավը դժվար է վերահսկել այլ միջոցներով, օրինակ հետվիրահատական ցավեր կամ ուռուցքային ցավեր, ցանկալի է անալգինը կիրառել հաճախ համակցված այլ ոչ ստերոիդային հակաբորբոքայինների հետ, ավելի լավ արդյունք ստանալու համար։ Անալգինը ամեն ցավի դեղ չէ եւ չի նախատեսվում երկարատև կիրառման համար, եւ անվերահսկելի օգտագործումը կարող է սարսափելի ազդեցություններ տալ։ Այն պետք է օգտագործել ճիշտ ցուցումներով, ինչպես ցանկացած դեղ, եւ ցանկալի է բժշկի հետ խորհրդակցության արդյունքում։ Մի չարաշահեք ոչ մի տեսակ դեղ։ Ինքնուրույն ինքներդ ձեզ մի նշանակեք դեղեր, դա կլինի անալգին, թե հակաբիոտիկ։ Առողջ եղեք եւ հետեւեք իմ YouTube-յան էջին, որպեսզի իմանաք դեղերի մասին ամեն ինչ պարզ եւ հասկանալի լեզվով, եւ որ ամենակարևորն է, գիտությամբ ապացուցված։